Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 15 Տերը Սիոնից կօրհնի քեզ և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։ Սաղմոս 128 գլուխ 5-րդ խոսք։ Սա մի խոստում է աստվածավախ մարդուն, ով անկեղծ երկյուղածությամբ քայլում է սրբության ճանապարհներով։ Նա կունենա ընտանեկան օրհնություն, նրա կինն ու զավակները կլինեն մեծ երջանկության աղբյուր իր տան մեջ։ Լինելով նաև եկեղեցու անդամ, նրա փափագն է տեսնել այդ նույն հաջողությունն ու բարգավաճումը նաև եկեղեցում, քանի որ նա նույնքան մտահոգ է Տիրոջ տան համար, որքան իր տան։ Երբ Տերը կառուցում է մեր տունը, լիովին բնական ու պատշաճ է, որ մենք էլ ցանկանանք տեսնել Տիրոջ տան կառուցումը։ Մեր բարիքներն իսկապես բարիք չեն, եթե դրանցով չենք նպաստում Տիրոջ ընտրյալ եկեղեցու բարօրությանը։ Այո, օրհնություն պիտի ստանաս, երբ գնաս Սիոնի սուրբ համախմբումին, այնտեղ, որտեղ աղոթքն ու գոհաբանությունը վեր են բարձրանում առ Աստված և վկայում մեծ քավիճ զոհի մասին, դու կլուսավորվես ճշմարտությամբ, կկենդանանաս հոգով և կմխիթարվես։ Տերը Սիոնից պիտի օրհնի քեզ։ Եվ ոչ միայն դու կօրհնվես, այլև եկեղեցին կզորանա ու կծաղկի, հավատացյալների թիվը կբազմապատկվի, իսկ նրանց սուրբ աշխատանքը հաջողությամբ կպսակվի։ Որոշ շնորհալի ու աստվածավախ մարդկանց համար այս խոստումը կատարվում է իրենց ողջ կյանքի ընթացքում, սակայն ցավոք նրանց մահից հետո Տիրոջ գործը հաճախ կորցնում է իր նախկին եռանդը։ Եկեք լինենք այն մարդկանց շարքում, ովքեր իրենց կյանքի բոլոր օրերին բարիք ու օրհնություն են բերում Երուսաղեմին, այսինքն Աստծո ժողովրդին։ Տեր, քո ողորմությամբ մեզ այդպիսին դարձրու։ Ամեն։